Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է մեր եթերը, եւ այսօր խոսելու ենք միջազգային կառույցներից այն մեկի մասին, որը կարելի ասել սահմաններ չի ճանաչում։ Այդ կառույցներից է Կարմիր խաչի եւ Կարմիր մայրիկի միջազգային շարժումը, որը տարիներ շարունակ իր մարդասիրական առաքելությամբ աջակցում է մարդկանց ամբողջ աշխարհում, հատկապես դժվար եւ արտակարգ իրավիճակներում։ Այս շարժման գործունեությունը հաճախ տեսանելի է տարբեր ոլորտներում, սկսած շտապօգնության համակարգից մինչև առողջապահական եւ սոցիալական ծրագրեր, սակայն դրա իրական ծավալը նշանակությունը շատ ավելի լայն է։ Այսօր խոսենք շարժման առաքելության, գործունեության ուղղությունների եւ Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին։ Մեզ հետ են ոլորտի ներկայացուցիչները, Հայկական Կարմիր խաչի ընկերության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զարա Ամատոնին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ տաղավարում տեսնելուն։ Եվ առաջին հարցս Արթուր, ձեր թույլտվությամբ Զարային է։ Ինչու է շարժման խորհրդանիշը դարձել խաչը։ Շնորհակալություն, առաջին հերթին պետք է նշեմ, որ Կարմիր խաչի եւ Կարմիր մայրիկի միջազգային շարժումը իրականում դա կազմակերպություն չէ, այլ իսկապես շարժում, որը միավորում է աշխարհում միլիոնավոր մարդկանց, լինեն նրանք կամավորներ, Կարմիր խաչի կամ Կարմիր մայրիկի ազգային ընկերությունների, կամ լինեն նրանք աշխատակիցներ այն կազմակերպությունների, որոնք մաս են կազմում միջազգային Կարմիր խաչի Կարմիր մայրիկի շարժման, եւ դրա ակունքները գնում են դեպի Շվեյցարիա, դեպի Ժնև եւ շատ հանրաճանաչ կարծում եմ հատկապես միջազգային այդպես ասած տարբեր շրջանակներում Սոլֆերինոյի ճակատամարտի պատմությանը Իտալիայի հարավային դա փոքրիկ քաղաք է, որը 19-րդ դարի այդպես ասած երկրորդ կեսին մարտը, որը տեղի էր ունեցել այնտեղ, դարձավ այսպես ասած պատճառ, եթե կարելի ասել, որ Ժնևի շատ հարգարժան անձերից մեկը, որը պատահաբար հայտնվել էր այդ տարածքներում եւ ականատես դարձավ այդ մարտի հետևանքների, որ զինվորները ընկած են եւ նրանց աջակցություն չի տրամադրվում, մոբիլիզացրեց, ակտիվացրեց իր այդ մարդկանց, որոնք այդպես ասած ապրում են այդ համայնքներում եւ օգնեց նրանց սկսեցին օգնել ավելի շուտ այդ վիրավոր զինվորներին, առաջին օգնություն, չգիտեմ, տարբեր այլ հարցերում, որը երևի թե այն ժամանակների համար ոչ այդքան սովորական բան էր եւ այդ անձի անունը Անրի Ձյունան էր։ Անրի Ձյունանը Ժնևի քաղաքացի գործարար, որը վերադարձավ այնուհետև տուն եւ այդ իր մտորումները, տպավորությունները, ցնցումը, որ նա ունեցավ տեսնելով այդ որ օգնություն չի տրամադրվում, սկսեց, այսպես ասած, այդ գործընթացը, եթե կարելի ասել, որը սկիզբ տվեց միջազգային մարդասիրական այդ մեծ շարժմանը, երևի թե մարդասիրական ամենամեծ ցանցի այսօրվա դրությամբ եւ ստեղծեց մի կազմակերպություն, որը այսօր հայտնի է որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Այսօր ես ներկայացնում եմ այդ կազմակերպությունը, սակայն կազմակերպությունը, որը 1863 թվականից ի վեր առ այսօր իրականացնում է առաքելություն օգնել, աջակցել եւ պաշտպանել զինված ընդհարումների հետևանքով տուժած անձանց, զինվորականներին, քաղաքացիականներին, զարգացնել եւ խթանել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ, բայց դրանով չկանգնեց ամեն ինչ։ Այսինքն մենք կարող ենք ունենալ Անրի Ձյունանի կողմից ստեղծված եւ իր համախոհների Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն տեսեք տարբեր այլ աղետների, տարբեր այլ սոցիալական խնդիրների պատճառը եւ հետևանքները գրեթե նույնն են, մարդիկ անհայտ են կորում, մարդիկ զոհվում են, բազմաթիվ կարիքներ են ունենում, տեղաշարժ է լինում մեծ թվով մարդկանց տարբեր տարածքներ, իրենց տներն են լքում եւ այդ բոլոր արհավիրքներ են, եւ պատերազմը եւ աղետները։ Ուստի ազգային ընկերությունները տարբեր երկրներում այսօրվա դրությամբ 192 թվով եւ իմ սիրելի գործընկեր Արտուրը Հայաստանի համապատասխան ազգային ընկերության ներկայացուցիչն է, նրանք ստեղծվեցին հետ-հետե եւ դարձան այս մեծ շարժման մասը, մեծ մասը մեր ամբողջ ընտանիքի, որոնք առանձին կազմակերպություններ են, ամեն մեկը իր երկրում մեկական, բայց իրանք կատարում են այն գործառույթը, որի մասին ես հիմա չեմ ասի, քանի որ գործընկերը շատ ավելի լավ դա կներկայացնի, բայց ուղղակի ասեմ, որ շարժումը ունի այդ մի քանի բաղադրիչները եւ ֆեդերացիան, Կարմիր խաչի եւ Կարմիր մայրիկի միջազգային ֆեդերացիան, որը համակարգում է աղետների
հետևանքով ստեղծված խնդիրների շուրջ տրվող աջակցությունը, մարդկային ռեսուրսները, ֆինանսական ռեսուրսները եւ աջակցում ազգային ընկերությունների զարգացման ամբողջ աշխարհում։ Եվ վերջին բանը, որ ձեր հարցը կապված Կարմիր խաչի խորհրդանշանի հետ, որի միջայլոց պաշտպանված է միջազգային մարդասիրական իրավունքով, տարբեր առումներով, այսինքն դա ոչ միայն տարբերակում է մեզ որպես մարդասիրական ոլորտի աշխատակիցներ կամ զինվորական բժիշկներ օրինակ, այլ նաև մարդիկ, որոնք եւ ինֆրաստրուկտուրան, որ դա կրում է, պաշտպանված է միջազգային իրավունքով։ Դրան մենք նույնպես շնորհակալ ենք Ժնևին, Հանրի Ձյունանին եւ առհասարակ Շվեյցարիային, որը Շվեյցարիայի դրոշի հակառակ գույներն են։ Իրականում որևէ կապ չունի այլ մնացած նշանակությունների հետ, ի թիվս կրոնական նշանակություն չունի այս նշանը։ Նա մարդասիրական նշան է, որը եթե բառերով թարգմանենք, նշանակում է մի կրակիր։ Անչափ շնորհակալություն այս գեղեցիկ պատմական ակնարկի համար եւ հաջորդ հարցս Արթուր ձեզ է։ Այ մենք հաճախ շատ տարբեր բժշկական հաստատությունների վրա, ինչպես նաև շտապօգնության մեքենաների վրա տեսնում ենք ձեր խորհրդանիշը։ Մի քիչ կմեկնաբանեք։ Ցավոտ կողմը, այո։ Իրականում, ինչպես նշեց գործընկերս, ոչ միայն Ժնևյան կոնվենցիայում է ամրագրված Կարմիր խաչի խորհրդանիշի օգտագործումը, նաև Հայաստանի Հանրապետությունը ունի առանձին օրենք հենց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանիշների գործածության վերաբերյալ ըստ օրենքի հայկական Կարմիր խաչի ընկերության է պատկանում Կարմիր խաչի խորհրդանիշը եւ բացի այդ կառույցը ներկայացնող մարդկանցից, կամավորներից, ներկայացուցիչներից, այլ որևէ իրերի, առարկաների, մեքենաների, մարդկանց հագուստի համազգեստի վրա լինել չի կարող։ Հաճախ ենք տեսնում, որ ես ինքս եմ անձամբ բախվում հատկապես պետական կառույցների հետ, պետական կառույցները անդադար օգտագործում են դա բժշկի խորհրդանիշն է, դա հիվանդանոցի ընդհանրապես կապ չունի Կարմիր խաչը ոչ բժշկի, ոչ հիվանդանոցի հետ, այո, մեր առաքելության մի զգալի մասը եղել է, որ մենք առողջապահական մեծ ծրագրեր ենք իրականացնել եւ շարունակում ենք նաեւ իրականացնել, բայց խորհրդանիշը պահպանվում է օրենքով եւ դրա սեփականատերը հայկական Կարմիր խաչի ընկերությունն է, ասեմ ավելին, դրա գործածությունը ոչ միայն վարչական, այլ նաեւ քրեական հետապնդում է իրենից ենթադրում, որովհետեւ դա պատկանում է մեզ։ Եվ նույնիսկ կա հստակ սահմանում, թե ինչ է Կարմիր խաչ, հաճախ ասում, դե ձեր լոգոն չի։ Okay, մեր լոգոն չի, բայց Կարմիր խաչի սահմանում կա եւ Կարմիր խաչ արտահայտությունը պաշտպանված է օրենքով, որը ընդունվել է 2002 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից։ Իհարկե միջի հետ նաեւ կար այլ փաստաթուղթ ստորագրված վարչապետի կողմից, որ ազգային Կարմիր խաչ կրող կազմակերպություն ճանաչում է հայկական Կարմիր խաչի ընկերությունը, բայց դա հետագայում վերածվեց մի բավականին մեծ օրենքի, որը հաճախ խախտվում է եւ պետք է նաեւ օգտվելով առիթից դիմեմ իմ գործընկերներին, դիմեմ նաեւ առողջապահական կազմակերպություններին, որ չօգտագործեն խորհրդանիշը, որն իրենց չի պատկանում։ Բժիշկների, հիվանդանոցների շտապ օգնության խորհրդանիշներն այլ են միջազգային ստանդարտներով հարմարեցված, հանգիստ կարող եք օգտագործել ձերը։ Շնորհակալություն։ Զարա, հաջորդ հարցս ձեզ է ուղղված։ Մի փոքր կխնդրեմ, որպեսզի պատմեք ձեր առաքելության մասին։ Դուք ի սկզբանե ներկայացրիք, բայց նաև Հայաստանում այժմ ինչ առաքելություն եք իրականացնում եւ ուր ենք գնում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է, ինչպես ես նշեցի արդեն սկզբում, զինված ընդհարումների առնչությամբ մարդասիրական խնդիրների շուրջ, որոնք ծագում են զուտ պատերազմական իրավիճակների կապակցությամբ եւ բնականաբար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լինելը մեր տարածաշրջանում կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ, ուստի մենք աշխատում ենք տարածաշրջանում 1992 թվականից ի վեր եւ մինչեւ վերջերս կարող եմ ասել, որ ներկայացված ենք ֆիզիկապես եղել տարբեր համապատասխան վայրերում, խոսքը գնում է մենք ունեցել ենք գրասենյակ Բաքվում, Երևանում, Լեռնային Ղարաբաղում, պետք է նշեմ այստեղ, որ այս առումով մենք երևի թե յուրահատուկ կազմակերպություն ենք եղել, քանի որ ունենք հատուկ հանձնագիր, որպես չեզոք, անկողմնակալ, միջնորդ, մարդասիրական կազմակերպություն լինելու ֆիզիկապես հենց Լեռնային Ղարաբաղում, որի հնարավորություն չունեն իրականում այլ կազմակերպություններ եւ դա պայմանավորված էր մեր առաքելությամբ, մեր աշխատանքներով եւ տարիներ շարունակ զինված ընդհարման տարբեր փուլերով, այդ փուլերով գնալով եւ իհարկե աշխատելով տարբեր ուղղություններով, հաշվի առնելով կարիքները, այստեղ մենք խոսում ենք անհայտ կորած անձանց մասին եւ նրանց ընտանիքների կարիքների, սահմանամերձ Ադրբեջանի սահմանակից համայնքներին տարբեր տեսակի աջակցություն տրամադրելու մասին, անձանց, որոնք ձերբակալվել են թե Հայաստանում, թե Ադրբեջանում
Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, այսինքն պաշտպանության, աջակցության հարցերը եղել են, շարունակել են լինել մեր ուշադրության կենտրոնում որպես մարդասիրական կազմակերպության եւ կարիքները բնականաբար ժամանակի հետ փոխվում են եւ մեր կազմակերպությունը բավականին ճկուն է իր թե կազմով, թե իր ռեսուրսներով ադապտացնում ենք մենք իրականում մեր աշխատանքները, մեր առաջնայնությունները այս պահի կարիքներին պետք է նշեմ, որ սկսած սեպտեմբերից նախորդ տարվա տարածաշրջանում մնացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միակ գրասենյակը Երևանում, նույնիսկ մենք ունեցել ենք Գորիսում ենթապատվիրակություն, որը շատ մեծ դեր է ունեցել եւ շատ մեծ կարեւորություն է ունեցել մեր աշխատանքներում, հատկապես 2023 թվականի Լաչինի միջանցքի փակման ընթացքում, այնուհետև սեպտեմբերի 23 թվականի սեպտեմբերի իրավիճակի եւ դրա հետևանքների առումով, այսինքն ինչ որ մեր համար դա հենակետային գրասենյակ էր եղել, բայց այո, այդ նույնպես տարվա վերջին մենք փակեցինք, ունենք Երևանում գրասենյակ։ Մեր առաջնայնությունները հիմնականում դա մնացել է նույնը։ Մենք ուղղակի փորձել ենք այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որը դա լինի համահունչ այսօրվա այժմյա մարդասիրական հարցերին։ Բնականաբար փորձում ենք շարունակել երկխոսությունը նաև Ադրբեջանի իշխանությունների հետ, անկախ նրանից, որ այնտեղ ֆիզիկական ներկայություն չունենք, հաշվի առնելով, որ մարդասիրական խնդիրները չեն անհետացել, մեր գնալով այնտեղից, բայց շատ կարճ նաև ամփոփելով կասեմ, որ մեր առաջնայնությունները անհայտ կորածներն են, միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացումը եւ առողջապահական, նաև հասանելիություն առողջապահական ծառայությունների սահմանամերձ վայրերում։ Շնորհակալություն։ Արթուր, ինչ դերակատարություն ունի Կարմիր խաչ ընկերությունը այս ամբողջ շարժման մեջ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 1995 թվականից հանդիսանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Կարմիր խաչի միջազգային Կարմիր մայրիկի միջազգային ֆեդերացիայի շարժման լիիրավ անդամ։ Իրականում կան այո պետություններ, որոնց ազգային ընկերություններ չեն հանդիսանում լիիրավ անդամ, սա եւս մեկ նշան է, եւս մեկ քայլ է ցույց տալու, որ ազգային ընկերությունը հայկական Կարմիր խաչի ընկերությունը դեռ սրանից 31 տարի առաջ կարողացել է ունենալ այն մեր 7 սկզբունքներին համարժեք գործելավոճը եւ գործիքակազմ որ արժանացել է շարժման լիիրավ անդամ լինելու եւ այո մենք այդ ընտանիքի մեծ ընտանիքի անդամներից մեկն ենք։ Այո, ունեմ հարց ձեզ երկուսին, շատ հաճախ տեսնում ենք եւ շփոթում ենք տարբեր կազմակերպություններ, որոնք կրում են Կարմիր խաչ, բայց պետք է այստեղ հստակ տարանջատում դնել եւ կարծում եմ ձեզանից լավ ոչ ոք սա չի անի։ Խնդրեմ մեկնաբանեք եւ ասեք։ Մենք հաճախ նույնիսկ մեզ դուր է գալիս որ շփոթում են, բայց այո։ Իրական վատ բան չկա դրա, Իրականում խնդիրը խառնել, շփոթել, չշփոթելը չէ։ Խոշոր հաշվով Կարմիր խաչի կոմիտեն էլ, ֆեդերացիան էլ, ազգային ընկերություններն էլ բոլորն իրար հետ, ամբողջ աշխարհի մակարդակով իրենք մեկ շարժման անդամ են։ Եվ խոշոր հաշվով իրենց բոլորի թե սկզբունքներն են նույնը, թե գաղափարը եւ թե առաքելությունն են նույնը։ Մանդատներն են տարբեր, գործառույթներն են որոշ իմաստով տարբեր, բայց անգամ այդ գործառույթների մեջ էլի է անդադար առաջանալու այդ շփոթությունը, որովհետեւ միշտ լինում է որ կոմիտեն է աջակցում ազգային ընկերությանը, ֆեդերացիան է աջակցում ազգային ընկերությանը, նույն առաքելությունը իրականացնելու ճանապարհին եւ հասարակությունը նորմալ է որ պետք է շփոթել։ Իրականում այո, Կարմիր խաչը դա խորհրդանիշն է, բայց նաեւ շարժումը, որն ունի 3 բաղադրիչ՝ ֆեդերացիա, կոմիտե, ազգային ընկերություն։ Եվ այս պարագայում մենք մեկս մյուսին լրացնում ենք ու դեռ երևի կանցնեն ժամանակներ, որպեսզի մեր մանդատին առավել մանրամասն հասարակությունը իրազեկված ծանոթ եւ ճանաչ լինի, բայց անգամ այդ շփոթելը միևնույն է չի խանգարում։ Կարծում եմ սրանից էլ ավելի པարզ եւ մատչելի դեռևս ոչ ոք չէր բացատրել։ Նույն ձեռքի 3 մատերի պատմությունն է։ Բայց կարելի է երևի մի բան նշել, որը ձեզ է առանձնացնում ամեն դեպքում, մեզ շատ են դիմում բոլոր հատկապես երիտասարդներ, որոնք ուզում են աշխատել մեր, այսպես ասած, շարժման որևէ հատվածում, կամավորներ ունենալ կարող է միայն հայկական Կարմիր խաչի ընկերության։ Այո, հաջորդ հարցը մենք կապված է նաև դրա հետ։ Ինչպես կարող է սովորական անձը մոտենալ, դառնալ կամավոր։ Արդյոք սա հնարավոր է։ Եթե այո, ապա ինչպես։ Այո, հնարավոր է։ Հնարավոր է ոչ միայն Երևանում, հնարավոր է ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, նաև on-line ներկայությամբ։ Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ ազգային ընկերությունը ունի բոլոր մարզերում մասնաճյուղեր, օրինակ Լոռու մարզում մենք ունենք 1 տարածքային եւ 1 մասնաճյուղ, այսինքն 2 ունենք այնտեղ, 2 տեղով ենք ներկայացված։ Կարող են ցանկացած մարդիկ, հետաքրքրված մարդիկ իհարկե, եւ մոտենալ, եւ զանգահարել, եւ կայքի միջոցով գրանցում անել։ Բնականաբար այնտեղ
կապնվում են իրենց հետ, հա, եւ կա պայմանագիր կամավորի հետ ու որոշակի ընթացակարգ։ Ասեմ ավելին, մեր կամավորներն առանձնանում են այլ կազմակերպությունների կամավորներից։ Մենք կամավորների համար ունենք առանձին մասնագիտացված տրեյնինգներ, դասընթացներ, որոնց նաեւ հաշվի ենք առնում կամավորի հետաքրքրությունը, թե ինքը ինչ ոլորտներում է ցանկանում ավելի իր ներկայացվածությունը ապահովել։ Եվ կարծում եւս շատ մեկ կարևոր հարց, որի շուրջ կցանկանայի, որպեսզի պատասխանեիք եւ զրուցեինք, ինչ ծրագրեր կան ապագայում, ինչ ծառայություններ եք պլանավորում ներդնել ձեր կազմակերպություններում։ Մենք շարունակում ենք մեր գործունեությունը Հայաստանում, աշխատում ենք տարբեր խմբերի հետ, թե սկսած պետական իշխանություններից մինչև համայնքներում մարդիկ, որոնք տուժել են ժամանակին կամ մինչև հիմա առ այսօր կրում են հետևանքները հակամարտության եւ այս առումով կարող եմ առանձնացնել մեր աշխատանքները կապված անհայտ կորածների ընտանիքների հետ։ Մենք աջակցում ենք նրանց տարբեր առումներով, թե խորհրդատվական տարբեր հարցեր ենք փորձում իրենց մատչելի դարձնել, թե փորձել իրենց օգնել միավորվել եւ միասին աշխատել, փորձել սփոփել միմյանց, որովհետեւ շատ լուրջ եւ շատ ցավագին մեծ խնդիր է եւ շատ երկարաժամկետ լուծումներ, այսպես ասած, կարելի է ակնկալել հուսով ենք 1 օր։ Ուղղակի նշեմ, որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մեր կազմակերպությունը գրանցել է մինչեւ 5000 շուրջ 5000 դեպք անհայտ կորած անձանց դեպք, որը 90-ականներից ի վեր հաշվարկվել է այդպես ընտանիքների դիմումների հիման վրա եւ այդ դեպքերից որևէ մեկը չի բացահայտվել առ այսօր։ Մեծ ջանքեր են պետք որպեսզի այս հարցում լինի առաջ խաղացում, բնականաբար այս հարցը մնալու է մեր ուշադրության կենտրոնում, թե մեր պետական իշխանությունների հետ աշխատանքի առումով, թե անհայտ կորածների ընտանիքների։ Մեր աշխատանքները կշարունակվեն նաև միջազգային մարդասիրական իրավունքի առաջ խաղացման հարցերով, այսինքն վերապատրաստումներ, տարբեր միջոցառումներ, որոնք մենք առաջարկում ենք, թե ակադեմիական ոլորտին, խոսքը գնում է մասնագետների, ապագա մասնագետների մասին, պետական իշխանություններին առաջարկելով ներպետական օրենսդրության մեջ ինտեգրել միջազգային մարդասիրական իրավունքը եւ այլ պարտավորությունները, որ պետությունը վերցնում է իր վրա այս իրավունքի ներքո, մեր աշխատանքն այլ զինված ուժերի հետ միջազգային մարդասիրական իրավունքի հետագա ինտեգրման կիրարկման եւ ճանաչելի դառնալու ուղղությամբ եւ բնականաբար որոշակի հարցեր, որոնք վերաբերում են աջակցությանը համայնքներին։ Դրանք նույնպես ավելի փոքր ծավալով հաշվի առնելով իրավիճակի կայունացումը, հուսանք, որ այդպես էլ կշարունակվի եւ մեր ծառայությունների կարիքը Աստված տա պետք չլինի մոտ ապագայում, բայց դրանք կլինեն մեր առաջնայինություններ եւ բնականաբար այլ անձինք, որոնք մեր եւ ընդհանրապես պաշտպանության կարիք ունեն որպես քաղաքացիականներ կամ ոչ միայն եւ մենք հուսով ենք, որ մեր չեզոք միջնորդի դերը եւս եթե պետք է մենք կարողանանք իրագործել, երբ որ խոսքը գնում է նաեւ ոչ միայն Հայաստանում, այլ Ադրբեջանում իշխանությունների հետ մեր երկխոսության մասին։ Մեր ծրագրերի մասին ես համառոտ կլինեմ, մեզ համար մեծ ձեռքբերում է, որ օրեր առաջ մենք բացեցինք Հրազդան համայնքում Կոտակի մարզային մասնաճյուղը, լրիվ նոր շինություն, նոր տեխնիկայով զինված եւ դա եւս մեկ հնարավորություն է թե կամավորների, թե շահառուների համար։ Հաջորդ մեծ էլի նոր մասնաշենքը կլինի Գեղարքունիքի մարզում եւ այսպես մինչեւ Սյունիք։ Սա մեզ համար իսկապես մեծ ձեռքբերում է, որովհետեւ մենք միշտ խոցկված ենք ինչ որ քաղաքապետարանների, մարզպետարանների շենքերում, լավ է որ Կարմիր խաչը ունի իր տարածքը եւ իր տարածքում կարողանում է ընդունել իր հյուրերին, այս դեպքում նաեւ շահառուներին եւ ելի շարունակվում են նույն սոցիալական առողջապահական ծրագրերը, Գյումրու շուրջօրախնամքի կենտրոնի ծրագիրն է երկարաձգվել, ազգային ընկերությունը եւս 5 տարի կշարունակի կառավարումը եւ բոլոր մյուս գործընթացները, որը ստանձնել է մեր ծառայությունները եւ մեր պարտավորությունները ավելանում, բայց չեն պակասում։ Իհարկե լավ է, որ արդեն փոփոխությունը կա աջակցությունից անցում կատարել գաղափարական գիտելիքի կամ կրթական ծրագրերի, սա բավականին մեծ տենդենս է նաև մեզ համար, որ արդեն անցում են կատարել ավելի շատ կրթություն տալուն, քան ուղիղ աջակցությանը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար, ինչպես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կարծում եմ բազմաթիվ հեռուստադիտողների անունից ձեր կատարած շատ կարեւորագույն առաքելության համար, որը սկսվել է եւ չի ավարտվում եւ կարծում եմ չի ավարտվելու, քանի որ տեսնում եմ ինչ մեծ սիրով եք զբաղվում այս կարեւորագույն, կրկնում եմ, առաքելությամբ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ շատերիս համար այսօր շատ բացահայտումներ եղավ կապված այս երկու կարևորագույն կազմակերպությունների, առաքելությունների, ծառայությունների մասով։ Այնպես որ մնացեք մեզ հետ, եթե ցանկանում եք լինել տեղեկացված, իսկ մենք եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր այսօրվա հյուրերին եւ շարունակում ենք մեր հաղորդումը։